Օրենսդրական նախագծերը մինչ դահլիճ բերվելը նախ քննարկվեցին մշտական հանձնաժողովներում, ազգային ժողով կառավարություն համատեղ աշխատանքի շրջանակում մշակվում են նաև կարգավորումներ, վերանայվում գործողները։ Առանցքում երկրի պաշտպանական բլոկն է, կրթական ու դատաիրավական համակարգը, տնտեսական ու ֆինանսական ուղղությունները։ Նախագծերի քննարկմանը զուգահեռ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնի համար քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջադրեց Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Երկրի գլխավոր դրամատունը Գալստյանը ղեկավարել է 6 տարի, այդ ընթացքում եղել են տարբեր ճգնաժամեր, որոնք հաղթահարվել են դրամավարկային քաղաքականության արդյունքում։ Հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն էլ իր ղեկավարած կառույցի 2025 թվականի աշխատանքները ներկայացրեց ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում։ Պաշտոնյան խոսեց մեդիա դաշտի վիճակի, լիցենզավորման գործընթացի, որոշ հեռարձակողների նկատմամբ հարուցված վարչական վարույթների, մեդիա ոլորտը կարգավորող օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ։ Տնտեսության զարգացմանն ուղղված նախագծերն էլ ազգային ժողով կառավարություն համատեղ քննարկմամբ ստացան նոր կարգավորումներ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ Առանցքայիններից էին հարկային եւ քրեական օրենսգրքերում սահմանված փոփոխությունները։ Օրենսդրական փաթեթը վաղուց սպասված էր տնտեսվարողների կողմից, նախնական քննարկումներ աշխատանքային ձևաչափով եղել են մի քանի փուլով։ Քննարկումներ են ունեցել ազգային ժողովում, թե հենց տնտեսվարողների հետ, թե համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ, զուգահեռաբար նաև կառավարությունում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այդ հարցի շուրջ նույնպես հանդիպումներ ու քննարկումներ էին լինում եւ վերջապես ձևավորվել է օրենսդրական փաթեթ, որը լուծում է առկա խնդիրների մեծ մասը։ Օրենսդրական փաթեթը հանձնաժողովն ընդունեց առաջին ընթերցմամբ։ Նոր կարգավորումները վերաբերում են հարկային խախտումների համար հարուցվող գործերին եւ այն դժվարություններին, որոնց բախվում են տնտեսվարողները։ Քրեական օրենսգրքում եղած դրույթի համաձայն, եթե տնտեսվարողը 10 միլիոն դրամից ավելի հարկեր է թաքցրել, ապա հարուցվում է քրեական գործ։ Նմանատիպ գործերը մինչև քննչական կոմիտե ուղարկվել է նախ պետական եկամուտների կոմիտեն ուսումնասիրում է։ Կատարվում է թեմատիկ ուսումնասիրություն, տնտեսվարողը հնարավորություն է ունենում իր խնդիրները ու իր հակափաստարկները ներկայացնել, բողոքարկել եւ նոր միայն դրանից հետո երբ արդեն վերջնական թիվը կֆիքսվի, նոր արդեն քննչական կոմիտե կգնա, եթե գտնում են, որ այդտեղ իրոք հարկերը թաքցնելու միտում կա։ Փոփոխություններով վերանայվել է նաեւ հարկի շեմը։ 10 միլիոնի փոխարեն նախատեսել ենք 30 միլիոն դրամ, եթե տնտեսվարողի 1 տարվա գործունեությունն են ստուգում, իսկ եթե 2 տարվա գործունեությանն է վերաբերվում 45 միլիոն դրամ, այսինքն մի քանի անգամ մենք այդ շեմը բարձրացրել ենք։ Ինչպես փաստում է Բաբկեն Թունյանը, երբ նախագիծը ստանա օրենքի ուժ, այն կունենա նաև հետադարձ ազդեցություն։ Արդեն ընթացքում գտնվող քրեական գործերից մեծ մասը մի քանի հարյուրը ավտոմատ կարճվելու են, որտեղ ինքը ունենալու է հետադարձ բարելավող ազդեցություն, խոսքը վերաբերում է բոլոր են տնտեսվարողներին, որոնք 10 միլիոն դրամից ավել հարկ են թաքցրել, մինչև 10 տարվա խախտումներ էլ այդտեղ կարող է լինել։ Մոտ 600 գործ, որոնք այս պահին արդեն հարուցված են եւ քննության մեջ են, եթե 45 միլիոնից կամ 30 միլիոնից ցածր շեմի տակ լինեն, ավտոմատ կարճվելու են։ Վերանայվել է պետական եկամուտների կոմիտեի տեսուչի կողմից իրականացվող թեմատիկ ստուգումների կարգը։ Եթե նախկինում դրանք իրականացվում էին տարին մեկ անգամ, ապա նոր կարգավորումներով տեսուչը կարող է գործառույթը կատարել տարվա ընթացքում մի քանի անգամ։ Թեմատիկ ուսումնասիրությունները պետք է կապված լինեն կոնկրետ անհրաժեշտության հետ ու այս քրեական գործերի հետ, որ այնպես չստացվի, որ մենք մյուս կողմից պետական եկամուտների կոմիտեին լրացուցիչ լծակ ենք տալիս անթիվ անհամար անգամ տնտեսվարողների մոտ, ընդ որում բոլորի մոտ թեմատիկ ուսումնասիրություններ անցկացնել ու տնտեսվարողների կյանքը բարդացնել։ Փոփոխություններ են նախատեսվում նաև ոսկեգործության ոլորտում, մասնավորապես ոսկյա զարդերի վաճառքում։ Պատգամավորի դիտարկմամբ ոսկերչությամբ զբաղվողներն այսօր չեն ցանկանում տեղափոխվել ավելացված արժեքի հարկի դաշտ, քանի որ այդ դեպքում վաճառքի ենթակա արտադրանքի գինը 20%-ով ավելանում է։ Կատարել ենք փոփոխություն, ասենք օրինակ մատանի արտադրում է, արտադրողը վաճառում է 100,000 դրամով։ Ավելացված արժեքի հարկը կկիրառվի ոչ թե այդ 100,000 դրամի վրա եւ կդառնա 120,000 դրամ, այլ հարկային մարմինը կտեսնի, թե այդ զարդի մեջ ինչքան ոսկի է օգտագործվել, ինչքան թանկարժեք քար, կհանի այդ վաճառքի գնից այդ հումքի արժեքը եւ ավելացված արժեքի հարկը կկիրառի այդ տարբերության վրա, այսինքն ոսկերչական աշխատանքի վրա։
Արդյունքում շուկայում տեղի կունենա զարդի գնի էական նվազում, վստահեցնում է հանձնաժողովի նախագահի տեղակալը։ Ոսկե զարդերը կդառնան ավելի մրցունակ, ավելի մատչելի եւ ըստ էության հենց ոլորտի ներկայացուցիչները մեզ հավաստիացնում են, որ այս օրենսդրական փոփոխությունից հետո մենք կտեսնենք ոսկերչության ոլորտում էական աճ ու ինչու ոչ անգամ թանկարժեք սեգմենտում անգամ բրենդների կայացում ու ձևավորում։ Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում էլ նախագծերին զուգահեռ ներկայացվեց նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024-2025 թվականների գործունեության մասին հաղորդումը։